Սիրելի ուխտավորներ, Աստծո փառք եւ գոհություն իր ողորմության համար, որ ամեն օր մեզի մեր վրա գծակեցնե։ Մենք օրտնյալ վայրի մեջ կանգնած ենք, այն վայրի մեջ, ուր Բողոս Արաքյալ եկավ։ Ճիշտ ուր որ դուք կանգնած եք, այստեղ ագորան է, այսինքն այն կորզնական վայրը, ուր թե վաճառականություն, թե թադերը, թե ամեն ինչը կկատարվեր։ Ուրեմն ցեզի պատմեմ նախ Գորընթոսի մասին։ Գորընթոսը սիրելներ Քրիստոսեն առաջ 6-րդ դարեն շատ հռչակավոր էր իր ուրեմն արևդուրով։ Գորընթոսի մեջ բավական մեծ թիվով արևդուր կար սիրելներ եւ Գորընթոսի հարստություններ։ Եվ գլխավորապես Գորընթոսի ուրեմն արևդուրը ձարգամաններու վրա կամ ամաններու վրա գծակրություններ կկատարեին։ Եվ ադիգա Գորընթոսի մեջ հռչակավոր էր։ Աթենացիները նույնը որտեգրեցին, կոպիերին, ընթորինագեցին։ Իրենք ալ սկսան զարգամաններու վրա, ամաններու վրա գծակրություններն էլ եւ ադիգա բաժար դարձավ, որ գորընթացիները թեմ ելեն աթենացիներուն, միացան սպարտացիներուն եւ սպարտացիներուն հետ միասին աթենացիները բարդության մատնեցին։ Բայց դժբախտությունը բադայեցավ։ Երբ որ բարդություն եղավ, բարդվեցան աթենացիները, այս անգամ սպարտացիները եւ գորընթացիները իրարու ինգան։ Եվ ներքին պատերազմ եղավ եւ մարտիկ զոհկացին։ Գորընթոսը սիրելիներ հետո դարձավ ռոմեական ուրեմն դիրաբեդության դակ եւ 146 թվականին Քրիստոսի առաջ գործանեցին ռոմեական գայսրությունը գործանեց Գորընթոսը։ Ճիշտ 100 տարիներ յետք Հուլիոս Սեզարը 46 թվականին նախքան Քրիստոս ուզեց յետ Գորընթոսը վերածաղկեցնել, վերագառուցել։ Եվ ինքը գիտեք որ մահացավ կամ սպանվեցավ Հուլիոս Սեզարը, Պրուդոսը զինք սպանեց տունալսա Պրուդոս գտավաջանես։ Եվ անոր դեր եկավ Օգոստոս գայսրը, որ կնկատվի առաջին գայսրը, ուրեմն ռոմեական գայսրության, որովհետև Հուլիոս Կեսարը ինքը աշխարհակալ էր։ Ուրեմն Օգոստոս գայսրը ան գայսրն էր սիրելներ, որ առաջին անգամ լալով ամբողջ ռոմեական քաղաքներու մեջ բարդատրեց գայսրի պաշտամունքը ինքզինք հայտարարելով որպես Աստված։ Օգոստոս գայսրի ժամանակ էր որ եւ Օգոստոս փարեն է որ գուկա Օգոստոս ամիսը։ Օգոստոս ինքն էր որ սիրելներ երբ որ սկսավ գառուցել այստեղը ծաղկեցավ զանազան արևդուրով։ Բողոս Արաքյալ ցեզի արդեն բացատրեցի 3 արաքելական ճամփորդություններ ունեցավ։ Առաջինը Փոքր Ասիայի մեջ գնաց ամբողջ կարոզեց, երկրորդ անգամ Սուրբ Հոգին զինք առաջնորդեց Եվրոպա, եւ մենք Բողոս Արաքյալի հետքերով սիրելներ կացինք Նեապոլիս, Քավալա, կացինք Փիլիպպե, դեսանք այդ բոլոր վայրերը, կացինք Թեսաղոնիկե, եւ Բողոս Արաքյալ սիրելներ բարիչավ եկավ այստեղ։ Աթենքեն վերջ եկավ այստեղ։ Մոտավորապես 80 կիլոմետր հեռու է Աթենքեն այստեղը, Գորընթոս։ Գորընթոսը այդ ժամանակ շատ տարածված, ուրեմն քանի բաներ կային սիրելներ, որ գուզեմ որ նկատի առնեք։ Վաճառականական կետրոն էր, բայց մանավանդ մեղքի կետրոն էր։ Այստեղը բորոնգանոց էր։ Ամեն տեսակ մեղք կար։ Տեսեք, վերևը Ակրոպոլիսը կա, Ակրոպոլիսը սիրելներ այս վերը այն միջնապերտն էր, որ այնտեղը Աֆրոդիտետ չաստուծո համար դաջար սարկած էին, ով էր Աֆրոդիտետը սիրո չաստվածուհին կնկատվեր եւ այնտեղ սիրելիներ, գիտեք ինչ կային, բորնիկներ կային, վարձված կամ քերի 1000 բորնիկ մոտավորապես, որոնք պաշտամունքի ընթացքին պետք է բորոնգություն էին եւ եթե գուզեին մարդիկ որ իրենց աղոթները չաստվածները լսեին, պետք է այդ դաջարի բորնիկներուն հետ բորոնգանային։ Եվ այս քաղաքի մեջ Գորընթոս ուր դուք հիմա եք արվակետները, այսինքն արու սիրողները այստեղ էին, եք սիրողները այստեղ էին, ամեն տեսակ մեղքեր կար այստեղ։ Բողոս Արաքյալը սիրելիներ
այդ մեղքերուն թեմ բայկարեցավ։ Գրնակ Երևակայր որ այդպիսի մտնոլորտի մեջ քրիստոնեական եկեղեցի սարքեց Բողոս Արաքյալը։ Եկեղեցի սածս ոչ թե դաջար, այլ խումբ հավատացյալներ եւ որքան դժվար բիդլար երդասարտներու համար ապրիլ քայթաղության երկրի մեջ եւ որպես քրիստոնյա մաքուրը լալ։ Ուրեմն Բողոս Արաքյալ սիրելիներ հետո Գորընթացներու նամակը որ գրեց խոսեցավ այդ բոլորի մասին, դեսեք մեկ քանի հատվածներ ցեզի ընթերցեմ, օրինակ, երբ որ գարտանք սիրելներ Բողոս Արաքյալի խոսքը առաջին Գորընթացներու 6-րդ գլխու մեջ, հետևյալը գսե Բողոս Արաքյալ, պիտի գարտամ ցեզի 6-րդ գլխու 9-11 համարները։ Միթե չեք գիտեր, որ անիրավություն ընողները Աստծո արքայությունը պիտի չի ժառանգեն։ Դուք ցես չխապեք, անոնք որ բորոնգություն գնեն, կամ գրաբաշտեն, կամ շնացող, իքացիալ, այսին եկ սիրող, աղջիկ սիրող, արվակետ, այսին արու սիրող, քող, ակա, քինեմոլ, փամփասող կամ ապաշտագող, Աստուծո արքայությունը պիտի չի ժառանգեն։ Եվ ցեզմե ոմանք այդպիսին չէին, բայց ծեր մեղքերեն լվացվեցակ, սրբվեցակ, արդարացակ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի անունով եւ մեր Աստուծո հոգին միջոցով։ Հիմա պատմեմ ցեզի ինչպես եկավ Բողոս Արաքյալ այստեղ։ Ուրեմն երբ որ Աթենք էր Բողոս Արաքյալ, Ակրոպոլիս ելավ, այնտեղ խոսեցավ, ատկե վերջ Բողոս Արաքյալ եկավ Գորընթոս։ Գորընթոս ինչու եկավ, որովհետև այստեղ գտնվեր հրեական մեծ քաղուտ։ Եվ Բողոս Արաքյալ գուզեր նախ հրեաներուն երթալ ըսելու համար, որ այն խոստացված Մեսիան, որ մարգարեներուն բերնով Աստված ցեզի խոստացավ, ահա ժամանեց եւ անոր անունը ինչ է Հիսուս Քրիստոս։ Անոր համար Բողոս Արաքյալ եկավ այստեղ, մինչև իր ընկերները Թերդրովատայ էին, Շիղան եւ Դիմոթեոսը իրեն հասնեին այստեղ, ինքը 3 շաբաթ շարունակ քնած ուրեմն ժողովարան, սինագոգ, սկսավ քարոզել։ Եվ սինագոգը այստեղներեն դեղ մնեց սիրելիներ, որովհետև Ապոլոյի դաջարն է ճիշտ իմացը, Ապոլո Չաստուծո դաջարն է, որ Ապոլոն թե արվեստի, թե վաճառականության, թե արևու, թե լույսի Չաստվածը գնկատվի, ինչպես Դելֆիի մեջ իր դաջարը տեսանք, այստեղ ալ գբաշտվեր, ուրեմն մոդիկ դեղը գտնվեր ժողովարանը։ Բողոս եկավ, այս բոլորի մասին կգարտանք 18-րդ գլխու մեջ Քորձ Արաքելոց, եկավ այստեղը եւ սկսավ Քրիստոսի մասին քարոզել։ Շատ հետաքրքրական բան է։ Այս բաժինը որ գանկրած է գսի որ թե արևդուրի դեղ է, թե ամենօրյա կյանքի դեղն էր, այստեղը Բողոս Արաքյալ կդավ երկու դեր եւ դիգին հրյա ուրեմն զույգը, որոնք Իտալիայեն նոր եկած էին։ Անոնց անուն էր Ագիլաս եւ Բրիսկիղա։ Ովքեր էին այս Ագիլաս եւ Բրիսկիղան։ Ագիլաս եւ Բրիսկիղան սիրելներ քրիստոնեությունը ընդունած հրյաներ էին։ 49-50 թվականին Ներոն գայսրը հրյաներուն թեմ պատերազմ հարձակեց եւ դուրս տրավ Կլավդիոս գայսրը ներողություն։ Կլավդիոս գայսրը դուրս տրավ հրյաները Իտալիայեն, հոս եկան Բրիսկիղան եւ Ագիլասը եւ իրենք արհեստով ինչ էին վրաններ գարեին այձի մորտեն եւ այլն։ Բողոս երբ որ այստեղ եկավ, Բողոս ինչ էր իր կորձով վրանակորձ։ Հետևաբար Բողոս ինքը անոնց միացավ եւ այստեղ ուր որ դուք կանգնած եք սիրելներ Բողոս Արաքյալը վրան սարկած է, վրաններ սարկած է։ Ինքը իր աշխատանքով ջագդի կրդինքով համշահած է, որբեսի թե իր աբրուստոկա եւ թե իր ընկերներուն աբրուստոկա եւ թե նաեւ սիրելներ իր ջամփորտական ամբողջ աշխատանքը կդարե։ Եվ այստեղ նաեւ Բողոս Արաքյալը սկսավ հրյաներուն քարոզել, ինչ ասել ժողովարանի մեջ։ Ասել ժողովուրդ, այն Մեսիան, որ դուք կսպասեիք, եկավ, ով է Հիսուս Քրիստոս։ Բայց ինչ պատահեցավ։ Դժբախտաբար այստեղի հրյա ղեկավարները ադեցին Բողոսը, ադեցին եւ հայոյեցին։ Բողոսալ ինչ արավ, եւ որ ժողովարանին դուրս ելավ, վրայի հակուստը հանեց, թոթվեց փոշին եւ ասավ. Ձեր արյունը, ձեր գլուխը։ Ալ ես հանցավոր չեմ։ Ասկե ետք հեթանոսներուն պիտի երթամ։ Ասա որ ես ցեզի եկա, դուք մտիկ չրիք, ձեր արյունը ձեր գլխուն։ Գիշեք հրյաները ինչ ասած էին Հիսուսի խաչելության տածկին, ասած էին որ
Աբրիկ իր արյունը, Հիսուսին արյունը մեր եւ մեր զավակներու վրա, մեր սերունդներու վրա թողոլա։ Բողոս ալույնը ասավ, «Ձեր արյունը ձեր գլխուն»։ Ես ցեզ կարոզելու եկա, հայտնելու եկա, որ դուք որ մեսիան կսպայեցեք, ահա եկած է, հիմա որ մտիկ չգներ, ես այլևս որու պիտի կարոզեմ հետանոսներուն։ Եվ այդ ժամանակ այստեղ Դիդոս անունով Դիդոս Հուստով անունով ուրեմն աստվածաբաշտ մարդ մգար, որ հույն էր, Աստուծո գավադար, անալ ուրեմն քրիստոնյա դարձավ, ժողովրդաբետն ալ քրիստոնյա դարձավ իր ամբողջ ընտանիքով եւ մգրդվեցան Բողոսի կողմը, հավատացին եւ մգրդվեցան։ Քիշերը այս նեղության մեջ Բողոս դեսիլք մտեսավ, ոչ թե երազ, այլ դեսիլք։ Եվ դեսիլքի մեջ սիրելիներ, ով իրեն եկավ Հիսուս Քրիստոսը։ Գիտեք ինչ ասավ Բողոսին, նայեցեք ինչ ասավ։ Անվախորեն խոսե, մի վախնար խոսե, լուր մի մնար, որովհետև ես քեզի հետ եմ։ Հիսուսի խոստումն է սիրելներ, անվախորեն խոսե, լուր մի մնար, ես քեզի հետ եմ։ Ուր ասավ Հիսուս այս խոսքը, հոս հիմա որ ուր դուք կանգնած եք։ Մենք ուր որ կանգնած ենք Հիսուս այստեղ խոսեցավ եւ շարունակությունը։ Ովևէ մեկը քեզի դեմ պիտի չելե եւ վնաս պիտի չհասնե քեզի, որովհետեւ այս քաղաքի մեջ ես մեծ թիվով ժողովուրդ ունիմ։ Այս քաղաքը բորանգանոց էր, եթե մենք այսօր տեսնենք դեսենք որ ուր հավատ, բայց Հիսուսը որ ես այս քաղաքի մեջ մեծ ժողովուրդ ունիմ, հավատացյալներ ունիմ, եւ Բողոս սիրելներ անվախորեն կարոզեց։ Գիտեք ինչ ապաբրեցավ այստեղ Բողոս, 1.5 տարի։ 18 ամիս Բողոս Գորընթոսի մեջ մնաց եւ 18 ամիս կարոզեց Բողոս Արաքյալը անվախորեն։ Ինչ պատահեցավ։ Հрьяաները դեսան որ ամա Բողոսին հավատացողներ, Բողոսի խոսքեն հավատացողները շատ-շատացան եւ իրենց հрьяաներեն եւ մանավանդ հույներեն։ Եվ ասիգա հարուստ հрьяաներուն համար շատ մեծ աստարարություն էր։ Այդ ժամանակ այստեղը Գարավարիչ մգար փող պտեշխմը, որուն անուն Կալիոն էր։ Այս Կալիոնը սիրելներ Կալիոն Սենեգա հրճագավոր հռոմեացի փիլիսոփային, որ Ներոն գայսրին խնամակալն էր, վերջը դարձավ անոր խորհրդականը եւ Ներոնը դժբախտ տապար, որտեղ Ներոնը խենթ էր, սպանեց Սենեգային, իր խելացի խորհրդականին սպանեց, ադոր եղբայրն էր Կալիոնը, ինքը պատասխանատու էր Բողոսին շարքաշ կրդելով փերին որուկով Կալիոնի մոտ։ Ուր էր Կալիոնը։ Կալիոնը այստեղը սիրելներ ուր որպես կտեսնեք, ասիգա թադարանն էր։ Բողոսը parçացուցին ուր այս քարերուն վրա։ Այս ծեր թիմացի քարերը Բողոս Արաքյալը գանքրեցավ եւ ինչըսին հрьяաները։ Ասին որ ասիգա մարտիկը գտրթե մեր օրենքին հագրակ ծևով ճաշտելու Աստված։ Եվ սկսան ասել որ մեր օրենքին թեմն է, հրեական օրենքին թեմն է, Բողոսը երբ որ սկսավ խոսել պաշտպանելու համար ինքնինքը, Կալիոնը սա մեկ վարյան։ Հрьяաներուն սա ո՞ս նայեցեք։ Եթե այս մարդը խարտախություն հրածլար, եթե այս մարդը քողություն հրածլար, որը մեկ անօրենություն հրածլար, ես զին կտադեի։ Բայց դուք կսեք որ ծեր օրենքին թեմ դարբեր բաներ կխոսի, ադիգա ծեր հարցն է։ Քացեք ծեր օրենքին հետ գապ չունիմ ես։ Եվ Կալիոնը իր գլուխին հերացուց այս հрьяաները։ Հрьяաները ավելի գադղեցան, իրենց նեղութենեն իլան ձեձեցին ժողովրդաբեդին։ Որտե Բողոսին չէին գրնար տպնալ, ինչու չէին գրնար տպնալ, որտե Բողոսը ռոմեացի քաղաքացիությունն էր, աբրիկ, ադորամար չգրցան իրեն տպնալ եւ պտեշնալ Կալիոննալ բացարձակ կերպով սիրելներ ոյ մեկ հոգ չրավ։ Եվ Բողոս ապրեցավ այստեղ մեուգես տարի վերջը այստեղեն Բողոս Արաքյալը քնած սիրելիներ ջամփա ելավ երթալու համար դեպի Երուսաղեմ եւ այստեղեն հավաքեց աղքատներուն համար գումար, որբեսի Երուսաղեմի քրիստոնյա աղքատներուն դաներ։ Երկու բառով ալցեզի խոսիմ Գորընթացներուն գրած նամակը։ Բողոս Արաքյալ երբ Եփեսոս էր, իր աշակերտ Դիմոթեոս եկավ եւ իրեն հայտնեց, որ Գորընթոսի մեջ քրիստոնեական եկեղեցին լավ վիճակի մեջ չէ, իրար գադեն եւ դժբախտաբար քայթագություն եղած է։ Դղամը իր հորը գնոջ հետ բարգած է։ Եվ եկեղեցի մեջ մեծ քայթագություն ստեղծված է։ Եվ Բողոս Արաքյալ նամակը կգրե։ Խիստ նամակ կգրե։ Առաջին Գորընթացին այդ է։ Ես փորձեմ սիրելներ ցեզի նամակին փոխանցագությունը ասել։ Քանի մը գեդեր, առաջին
գխոսի մեղքի մասին։ Ասելու համար որ մեր մարմինները Աստծո Սուրբ Հոգին ինչն են։ Հոս է որ ասավ այդ խոսքը։ Սուրբ Հոգին դաջարն են։ Եվ Սուրբ Հոգին է որ մեր մեջ կբնակի եւ ոչ թե պետք է բորոնգության համար կործածենք, որովհետեւ գսե Օսարակյալ ամեն մեղք որ գործենք մարմնին դուրս է որ գործենք, բայց բորոնգությունը որովհետեւ մեղավորին հետ կմիանաս ֆիզիկապես, ինչ եղած կլաս, մարմինի թեմ մեղանչած կլաս եւ Սուրբ Հոգին թեմ մեղանչած կլաս։ Եվ չմոռնաք այստեղը նորեն գսեմ մեղքի վայրեր։ Բողոս Արաքյալը դեպապար խիստ կերպով գմերժե եւ գահաստատե ինչը Սուրբ ամուսնության խորհուրդը որ այր մարդը պետք է ունենա մեկ գին եւ գինը պետք է ունենա մեկ այր, մեկ մարդ եւ այսպես կխոսի սրբության մասին։ Երկրորդ այստեղ քանի որ իրար ադելություն կար Բողոս Արաքյալ գխոսի սիրո մասին, եղբայրասիրության մասին եւ ցույց կտա որ լեզուներ խոսիլը կամ ուրիշ ոյե մեկ բարգևներ ունենալը այնքան կարևոր չեն, որքան ինչը սերը եւ Սուրբ Գիրքի մեջ ամենեն շատ գարտացված գլուխը առաջին Գորընթացիներու 10-րդ գլուխն է։ Ես սիրելներ ցեզի պիտի գարտամ 10-րդ գլուխը, որ Բողոս Արաքյալ գրեց սիրո մասին, որբեսի գիտնակ ուր որ գանկնած եք, այս է պատճառը որ այստեղեն Բողոս Արաքյալ սիրելներ այս նամակը ուղեց իրենց։ Ուրեմն գգարտամ Բողոս Արաքյալի խոսքը սեր Եթե մարդոց եւ հրեշտակներու լեզու խոսիմ, բայց սեր չունենամ, ինչ տարբերություն կունենամ բղիցե շեփորեն որ գանչե կամ ձնձղաներեն որ գողանչեն։ Եթե մարգարեության բարգև ունենամ, գարենամ բոլոր խորհուրդներու խորքը թափանցել եւ հաստիմ ամբողջական գիտության, եւ նույնիսկ լերները դեղափոխելու չափ զորավոր հավատք ունենամ, բայց սեր չունենամ, ոչինչ կարժեմ։ Ինչ օգուտ, եթե բոլոր ինչքերս աղքատներուն դամ եւ նույնիսկ մարմինս գրագի մատնեմ, եթե սեր չունիմ, ոչինչով գոկտվիմ։ Սեր ունեցողը համբերադար գլա եւ քաղցրապարո։ Սեր ունեցողը չի նախանցիր, չի կորոզանար, չի հբարդանար, ամբաչած վարմունք չունենար, միայն ինքզին չի մտածեր, փարգությամբ չի կրկրվիր, չարություն չի խորհիր, անիրավության վրա չուրախանար, այլ ուրախագից կլա ճշմարտության, սեր ունեցողը միշտ կզիջի, միշտ կհավատա, միշտ կհուսա եւ միշտ կհամբերե։ Սերը անվախճան է։ Մինչդեռ այս յանքին հետ մարգարեական պատկամները վերջ պիտի գտնեն, հրեշտակներու լեզուներով խոսիլը պիտի թատրի, գիտությունն ալ վերջ պիտի գտնե։ Այժմ մեր կիցածը անգադար է եւ մեր մարգարեությունն ալ մասնակի, բայց երբ գադարյալը կա, այս անգադարությունը վերջ պիտի գտնե։ Երբ երեխա էի, երեխայի պես կխոսեի, երեխայի պես կխորեի եւ երեխայի պես կդրամապանեի։ Իսկ երբ դղամարդ դարձա, բոլոր երեխայական բաները մեկ գոմտրի։ Նույնպես ալ մենք այժմ զաստված կտեսնենք աղոտ գերբով, գարձես հայելի մեջ են։ Ինչու հայելի մեջ են, որովհետև գորընթական հայելին հրճագավոր է, Գորընթոսի մեջ հայելի գարդատրեին։ Բայց երբ ամեն բանի գադարումը կա, զայն պիտի տեսնեք թե մարդեմ։ Այժմ միայն մասնագիորեն կճանչնամ զաստված, բայց այն ադեմ պիտի ճանչնամ ամբողջապես, ճիշտ ինչպես ինքզիս կճանչնա։ Ներկայիս ուրեմն միակ կարևոր բաներն են հավատքը, հույսը եւ սերը, իսկ այս երեքեն մեծակույնը Այս երեքեն մեծակույնը Այս երեքեն մեծակույնը սերն է։ Այո սիրելներ, ահավասիկ առաքինությունները, քրիստոնեական երեք առաքինությունները, հավատք, հույս եւ սեր։ Ադորամար նաեւ սիրելներ, իմ այս ուրեմն գազմագերբած առաքինության անոն դրածեմ այս անով հավատք, հույս սեր եւ գիտեք որ մենք եւ որ երեխամը պիտի մգրդվի, գահարցվի, գնքահայր երեխան ինչ կխնդրե, հավատք, հույս, սեր եւ մգրդություն անշուշտ։ Շատ լավ, այս էր ուրեմն Գորընթացիներու նամակի փոխանցությունը, իսկ երկրորդ նամակը հետո գստիբի նորեն գրել, այս անգամ գիտեք ինչու, որովհետև այստեղ սուտ ուսուցիչներ եկան, ասելու համար ժողովրդին, որ Բողոսը սուտ առաքյալ է, ճշմարիտ առաքյալը մենք ենք, եւ Բողոսի թեմ հանեցին մարդիկը, եւ Բողոսը խստիվ գսե որ ես եմ ձեր հայրը, ես եմ ձեր հավատքի հայրը, ինձի նմանեցեք։ Սիրելի քույրեր, եղբայրներ, գուզեմ ավարտել այս Բողոս Արաքյալի խոսքերը իր վերջին, ուրեմն երկրորդ Գորընթացիներու նամակի 10-րդ գլխու 5-րդ համարով։ Եվ այդ խոսքը գուզեմ որ բոլորիս համար
շատ կարևոր պատկամը լա։ Նայեցեք ինչ կսե։ Քննեցեք դուք ցես, դեսնելու համար թե նույն հավատքի մեջ կմնաք, փորձեցեք դուք ցես Քրիստոս Հիսուսի ներկայությունը գսկակ ձեր ներսիտին, թե բարձաբես իր անունը կգրեք։ Գխնդրեմ մտածենք։ Եվ գվերջացնեմ Պողոս Արաքյալի վերջի խոսքով դեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Աստուծո սերը եւ Սուրբ Հոգին հաղորդությունը ծեր փորոլի հետլան ամեն։ Օրտնյալ դեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Մեր որ գինսես Սուրբ Եղիցի անուն քո Եկես արքայություն քո Եղիցին գամ քո որպես գինս եւ հեգրի Սաց մեր հանավազոր դուր մեզ այսօր Թող մեզ զվարդիս մեր որպես եւ մեկ թողունք մերոց բարդաբանած եւ մի դանի մեզի փորձություն այլ փկյայի չարե Զիքո է արքայություն եւ զորություն եւ փառք հավիդյանս հավիդենից ամեն Թող Սուրբ Պողոսի բարեխոսությունը սիրելներ մեր բոլորին հետ լա Պողոս Արաքյալի հագուստները նույնիսկ սիրելներ մարդիկ կդանեին ուր հիվանդներու վրա գգարտան կորց կարակելոց 19-րդ գլխու 11 եւ 12 ամառներու մեջ որ Աստված Պողոսի ցերկով արդասովոր հրաշքներ կգործեր մարդիկ Պողոսի քրդինքոտ տաշկինագը եւ կորձի հագուստները գարնեին գդանեին հիվանդներու վրա գտնեին ոմանց մեջ են չար ոգիներ դուրս կելեին եւ ոմանք իրենց հիվանդություններեն կբժշկվեին Այս վայրը, որ նաև Պողոս Արաքյալը բրած է եւ Հիսուս խոսած է իրեն, ծեր բոլոր հիվանդություններեն բժշկվիք սիրելիներ, ծեր հարազատները բժշկվին, որու համար որ աղոթեք, թող Հիսուսի զորությամբ եւ Սուրբերու բարեխոսությամբ եւ մանավանդ Սուրբ Պողոսի բժշկվին բոլորն ալ իրենց ցավերեն, հիվանդություններեն եւ բոլոր անոնք, որոնք սատանայի գաբանքներու դակ են, արձակվին դեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Օրտնյալ եղեք, ծեր ուխտը կդարլա։